Ով է պատասխանատու ընտրությունների կազմակերպման համար։ Ընտրությունները կազմակերպում եւ անցկացնում են ընտրական հանձնաժողովները, կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ տեղամասային ընտրական հանձնաժողով։ Ով կարող է ընդգրկվել տեղամասային ընտրական հանձնաժողովում։ Տեղամասային ընտրական հանձնաժողովում կարող է ընդգրկվել ընտրական իրավունք եւ որակավորման վկայական ունեցող ՀՀ քաղաքացին։ Ինչպես է ձևավորվում տեղամասային ընտրական հանձնաժողովը։ Տեղամասային ընտրական հանձնաժողով ձևավորելու իրավունքը ընտրական օրենսգիրքը վերապահել է խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցություններին, դաշինքներին եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար նշանակվում են խորհրդարանում ներկայացված կուսակցությունների, դաշինքների կողմից։ Նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխում իրականացվում է ըստ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների համամասնության։ Արդյոք կարող է կուսակցական անձը լինել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ։ Տեղամասային ընտրական հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաեւ կուսակցական պատկանելություն ունեցող անձինք, սակայն նշանակվելուց հետո գործում են անկախ, չեն ներկայացնում իրենց նշանակողին եւ իրավունք չունեն ներգրավվել նախընտրական քարոզչության մեջ։ Ինչ ժամկետում է ձևավորվում տեղամասային ընտրական հանձնաժողովը։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մայիսի 8-ից մինչև մայիսի 13-ը, ժամը 18:00։ Այս ժամկետում վերոնշյալ երկու սուբյեկտները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ուղարկում որակավորման վկայական ունեցող քաղաքացիների տվյալները։ Ստացված տվյալների հաշվառմամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ընդունում են տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերը հաստատելու եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար նշանակելու մասին որոշումներ։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են ընտրության ավարտից հետո, համապատասխան ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքները ամփոփվելուց 7 օր հետո, բացառությամբ ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքի։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քարտուղարը կամ անդամը կարող են ներկայացրել ինքնաբացարկի մասին դիմում մինչև հունիսի 2-ի ժամը 18:00 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին։